Ողջույն սիրելի ընկերներ, սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ, ընդհանրացել եք իմ կոչին։ Ասել էի, մի հատ մեր փոքր շրջանակով կփորձենք մի շուրջ 2 ժամ կամ 3/4-ի շուրջ այդպես միասին քննարկում ունենալ նույն impeachment-ի թեմայի շուրջ, որը կարծում եմ ինձ հետաքրքրող է, ձեզ հետաքրքրող թեմաներից մեկն է։ Մի քանի կարևոր բաներ կարող եմ խոսել, անշուշտ այսօրվանը շատ թեմատիկ այսպես քննարկում չի լինելու, որտեղ ինչ-որ պատճառներ պետք է մասնագիտական կամ տեխնիկական կամ իրավական կամ օրինական ինչ-որ կանոնը կարող ենք դնել, պետք է ներկայացնել արդեն շուրջ ուղիղ 2 շաբաթ առաջ էր, անցած շաբաթ չէ, նախանցած շաբաթ բավական երկար շուրջ 1 ժամ 40 րոպե դրանց մասին խոսեցի եւ լավ ընդառաջում գտավ իմ փոքր լսարանի համար 12000 view իմ Facebook-յան էջում ես միայն հավաքեցի, գիտեմ որ տարբեր տեղերում դա տարածվել է, YouTube-յան էջերում ունեցել են ուրեմն դիտումներ, անշուշտ իմ նպատակը այդ դիտումները ինձ այնքանով են ուրախացնում, որ վերջին հաշվով այն ամբողջ տեսակետների դեմ, որոնք ներկայացվում են YouTube-յան ալիքների միջոցով impeachment-ի կապակցությամբ եւ ստեր են տարածում, սխալ մտքեր են տարածում, փորձում են ապակողնորոշել ժողովրդին, գոնե մի փոքր շրջանակ էլ կա, որը փորձում է արդարացի կերպով բացատրել, որ ինչու է վտանգավոր այս թեման, ներկա ձևաչափով վտանգավոր ներկայացնելը եւ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, եթե հենց այսպես առանց նախապատրաստական աշխատանքների մտենք այդ փուլի մեջ, այս փոքր շրջանակը ես կարծում եմ բավական մեծ օգնում է։ Ուրեմն սրանից երկուշաբթի օրն էր, որ ես Facebook-յան էջում մի գրառում էի կատարել եւ այնտեղ 5-օրյա ժամկետ էի ճշտել Էդգար Ղազարյանի համար եւ հրավեր էի ուղղել բանավեճի համար, որպեսզի գանք եւ ուղիղ եթերում ինչ-որտեղ որտեղ որ ինքն է ցանկանում, իր ձևաչափով որ ինքն է ցանկանում, սիրում, ինձ համար չի տարբերում, ես պատրաստ եմ ցանկացած հարթակում, ցանկացած ձևաչափով մասնակցել իր այդ բանավեճի եւ պատասխանել իր հարցերին։ Ես իմ արդարացումները ներկայացնեմ, թե պատճառները ներկայացնեմ իրավական, տեխնիկական, թե ինչու եմ համոզված impeachment-ը անհնարին է այս իշխանությունների օրոք եւ վտանգավոր հետևանքների է կարող հանգեցնել։ Ինքն բնականաբար կարող է իր տեսակետները ներկայացնել, ես հնարավորություն կունենամ տեղի վրա իր տեսակետներին պատասխանելու, նաև դա բացառիկ առիթ կլիներ իր համար, որպեսզի ինքն էլ եթե ունի տեսակետներ իր հայտարարությունների մասին, հավատացած է, որ ես ինչպես ինքն ասում, զազրախոս եմ կամ հիմարություններ եմ դուրս տալիս կամ իրավական հիմքեր չկա, սխալ բաներ եմ ասում, ինձ ասի ընկեր ջան, այստեղ դու սխալ ես ասում։ Եթե ինձ համոզեր, բնականաբար ես համոզվեի եւ այնքան եմ քաջություն ունեմ, որ տեսակետներից համար ներողություն խնդրեմ եւ ասեմ, որ այստեղ սխալվել եմ, Էդգար Ղազարյան ճիշտ է ասում, ես սխալ եմ ասում։ Բայց ընդհանրապես այս 5 օրերի ընթացքում ոչ միայն պատասխան չեղավ, բայց Էդգար Ղազարյանը շարունակեց նույն ոճով եթերից եթեր գնալ եւ ինձ զազախոս է եկել, եթերում չի անվանել, բայց իմ կոմենտներում ցածուն գալիս է գրում, որ դու սա զազախոսություն է, ես զազախոսություններին պատասխանելու որից բան չունեմ։ Հիմնականում ես ուզում եմ ասել, որ դες նախանձում եմ Էդգար Ղազարյանին, ինչու եմ նախանձում, որ մարդ որքան պարապ կարող է լինի, որ օրվա ընթացքում 1 կամ 2 կամ 3 նույնիսկ հարցազրույցների գնալ մասնակցել։ Դա ազատ ժամանակ ունի, պարապ ժամանակա, ես չգիտեմ ինչ կարող եմ կոչել, սա մի տեսակ ֆուլ աշխատանքի տպավորություն է թողնում, մեզ մոտ ֆուլ աշխատանքի համար այդպես ամբողջօրյա աշխատանքի համար վճարում են, հիմա չգիտեմ Հայաստանում կարգն ինչպես, հա, բայց ինավանի քիչ տարօրինակ է, որքան դու պիտի ազատ ժամանակ ունենաս, խապես չաշխատես, գործ չունենաս, որ շարունակաբար եթերից եթեր գնաս, նույն բաները անընդհատ կրկնես, առանց որևէ նորություն ունենալու ներկայացնելու։ Թե ինչ է կատարվում, ես չգիտեմ, դուք Զոխոբյան, դուք ինքներդ կարծում եմ մի քիչ ավելի լավ կարող եք այս ամեն ինչը հասկանալ, բացատրելու կարիք չկա, մի քիչ եթե մտածենք, դուք այդ ժամի աշխատում եք, մարդիկ եթերից եթեր են գրում, հենց այսքանը կարծում եմ մի քիչ սա խոսում է ամեն ինչի մասին։ Իսկ ինչի մեջ եմ մեղադրում։ Իհարկե, ես սկսեմ Նարեկ Մանյանի այսօրվա գրառումից հետաքրքիր էր, ով ինչ է գրել, հավես կարելի է նաև կրակել հոսող ջրին impeachment-ի դեմ կատաղի խոսացող ընդդիմադիրներին։ Դե մենք հոսող ջուրը կգնա, հիմա չգիտեմ ինչու պիտի կարևորել, մենք խոսում ենք հոսող ջուրերին կգնանք, ձեր այսպես մնացած ջուրը։ Իհարկե հոսող ջուրը լավություն ունի, որ չի հոտում, չի հնանում, միշտ կա, այդպես ասած, գնում է գալիս է նոր մտքեր են գալիս, եւ դրանից երբեմն կարող է դա հեղեղի վերածվել
պես ասած հոսող ջուրը այդպես հատկություն ունի, բայց դե ճահճացած միտեղ մնացող ջուրին նայելն է վատ, որտեղ հոտում է, այդ հոտը բարձրանում է եւ դա վատ, այսինքն ես ես խորհուրդ կտամ միտեղ մնացած ջրին չնայել, հոսող ջրին նայելու մեջ շատ լավ բան կա, հատկապես նայում եք կարունը այդպես ասած հոսող ջրերը գնում են բնությունը լավ է, նայեք մի քիչ այդպես վատ չի Կրակին է լավ նայեք, մեկ դից կուսանի ձերը չպայեսների, որտեղ երբեմն այդ կրակը այրում է, հիմա նստեք նայեք, դրանից գուցե նաև ջերմություն կա, այդ էլ վատ բան չի, ես չեմ դողանում այդ բանը գրում եք։ Եվ impeachment-ի դեմ կատաղի խոսացող ընդդիմադիրներին, ճակերտավոր ընդդիմադիրների, հիմա մեզ ուզեք ճակերտավոր կոչեք, ուզեք առանց ճակերտավոր կոչեք, կարևոր են արդյունքն որ վերջին ստանում եք, կարևորը այն անկեղծությունն է, որ խոսքերի մեջ կա, արդարացումն է, որ կա խոսքերի թիկունքում Կարող ես նստես ժամերով եթերից եթեր գնալ, սրա նրան մեղադրել, քննադատել, անհուն բաներ ասել, ստեր տարածել, պատկերացնել, որ ժողովուրդը հիշողություն չունի, նույնիսկ 2-3 տարվա առաջվա իրադարձությունները այլ կերպ ներկայացնես, հենց երեկվա իրադարձությունների մասին սխալ մտքեր տարածես, հավատացած լինելով, որ ժողովուրդը ընդհանրապես ժամանակ չունի գնա հետաքրքրի տեսի դրանք սուտ են, ճիշտ են, եթե ընդդիմադիր իրական ընդդիմադիր այդպես է բացատրում Ես քննիչ չունեմ, եթե ճակերտյալ ընդդիմադիր մենք ենք, որ պայքարում ենք փորձում ենք իրականությունը ներկայացնել, արդարացի կերպով ճշմարտությունը ներկայացնել, իրավական հիմքեր ներկայացնել եւ հասկանալ, որ իրական պայքարի ձևը որն է եւ որ ինչպես կարող ենք ավելի հեշտ եւ արդյունավետ աշխարհի հասնել Եթե ճակերտավորը դա է, ես դեմ չեմ դες ճակերտավոր ընդդիմադիր կոչեք, վերջնաշվում մեզ համար նպատակը վստահելի ճանապարհով արդյունքի հասնելն է, եթե դա ճակերտավոր ընդդիմադիրի գործ է, ես խնդիր չունեմ Էդվարդ Ղազարյանն ինչ էր ասում, եկել էր ինձ հարաբերել ասում է, գիտեք, Նիկոլ Փաշինյանն էր նախկին նախագահներին բանավեճի առաջարկ է տվել, նախկին նախագահները չընդունեցին, ես էլ ձեր չեմ ընդունում։ Հիմա անկեղծորեն չգիտեմ, որ ինքն ինչու է ինձ իրեն համեմատում նախկին նախագահների հետ, նախկին նախագահները լիքը լավ գործեր կատարած մարդիկ են, երկու նախագահներն են, հիմա 3 նախագահներ, մեկը եթե մեկը շատ մեկը քիչ դերություններ ունեցել են, բայց վերջնաշուտ մարդիկ Արցախ են ազատել, Արցախ են պահել, երկիր են ղեկավարել մեկը 6 տարի, մյուսները 10 տարի, ամեն կերպ մի բան ունեն կատարած, հիմա չգիտեմ որքան ճիշտ է, Էդվարդ Ղազարյանը գալիս է այդպես այդքան մեծամտաբար ինքը իրեն համեմատման մյուս նախագահների հետ Իսկ Նիկոլից համեմատման Նիկոլի հետ, բայց ես ինչու եմ տարբերվում Նիկոլից։ Նիկոլը ինչ անում, Նիկոլը դավաճան է, Նիկոլը ժողովրդի թշնամի է, չեմ կարծում որից մեկը կարողանա ինձ նման պիտարկացնել ինձ համարել դավաճան հայկի երկրի թշնամի, դավաճանի հանցագործի երկրի թշնամու հետ բնականաբար բանավիճելու բան չունես, բայց ես ընդհանրապես ինչ եմ արել, ես ընդհանրապես իրավական հիմքեր եմ ներկայացրել, ասում եմ որ դուք սահմանադրություններ եք ընդունում impeachment-ի համար, բայց սահմանադրությունից բացի նաև կա ազգային ժողովի սահմանադրական կանոնակարգ օրենքը, կանոնագրությունը, որտեղ այն 4 հատ կետի փոխարեն 10 հատ կետեր կան, այդտեղ լիքը դետալներ կա, լիքը մանրամասնություններ կա, ժամկետներ աննշանակված, տողատակեր կան, բաց թողված կետեր կան, որոնց մասին պիտի խոսվի, չի խոսվել։ Ես դրանք եմ ներկայացնում դրանք կոչում եք զազրախոսություն։ Հիմա Անշուշտ Նիկոլ Փաշինյանը որոշել մեկը բանավիճելու բան չունի, որտեղ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն արել եւ դավաճանությունը արդարացնելու համար է բանավեճի առաջարկ ներկայացնում։ Եվ այն տարբերությունը նրա հետ որն է, որ դուք Նիկոլին ասում եք եկ այդ բանակցային գործընթացի մանրամասնությունները հրապարակիր, հենց այդտեղ ամեն ինչ արդեն բարձր է, գուցե բանավիճելու կարիք չլինի։ Նիկոլ ասում չէ, չի հրապարակում, եկեք նստեք երրորդ եթերում խոսենք, դե գիտեք ինչու ասում ուղի եթերում եկեք խոսենք։ Բայց այն դեպքում ես այդպես չեմ առաջորդվել, ես առաջին հիմնավորումներն եմ հրապարակել, ասել եմ որ այս պատճառներով ես համոզված եմ որ դուք սխալ եք ասում, կեղծիք է ձեր տարածածը, հնարավոր չի impeachment-ի ենթարկել, իսկ եթե դուք հակառակ տեսակետն ունեք, ես արդարացում չեմ ուզում գտնել բանավեճից, ասում եմ եկեք նստենք, միասին խոսենք, դուք ձեր տեսակետներն ասեք, ես ինքս ասեմ, չեմ ընչխտում, դուք կարողանաք ինձ համոզեք, այդ տարբերակներ կա, բայց այդ տարբերակով դուք չեք առաջնորդվում, հիմա ինչ անեմ, այդ հավասարությունները կարծեմ այստեղ այդքան էլ ճիշտ չի այդպես հավասարության նշան դնել, ամեն դեպքում ինչ չի կարելի Նիկոլի հետ ոչ ինձ կարելի Նիկոլի հետ հավասարեցնել, ոչ էլ Էդգար Ղազարյանը կարծում եմ իրավունք ունենա իրեն երկու նախագահների հետ համեմատել, բայց ին բանավեճի առաջարկը այդպես ներկայացնել։ Եվ մանիպուլյացիան որ կատարվում է այստեղ, հիմա նույն այդ տրամաբանությամբ
սրանից հետո ցանկացած մարդ կարող է ցանկացած բանավեճից խույս տալ, հրաժարվել չմասնակցել։ Հենց որ դուք մեկին իրավացի մի բան ես ասում, արդարացի կերպով ապացուցում ես, որ դիմացինը սխալ է, եւ դիմացինին խնդրում ես ասես, եք նստենք բանավեճենք միասին, ապացուցենք ով է ճիշտ ասում, դիմացին անմիջապես կարող է հողում անել Նիկոլ նախագահներ այդ բանավեճին, ասել դե ման նախագահները Նիկոլի չբանավեճեցին, ուրեմն ես էլ քեզ չեմ գայելու բանավեճ։ Գիտեք, դիսավանությունը հենց այս մակարդակի է, սա նույնպես վկայի մասին, թե մարդիկ որքան անհիմն են իրենց արտարացումների մեջ եւ ընդհանրապես իմպիչմենտից խույս տալու խնդիր ունեն։ Բանավեճից ինչու են մարդիկ խույս տալիս, ինչու Էդգար Ղազարյանը չընդառաջեց եւ գոնե միջև էս պահը, ես ասում եմ, էլի դուրը բաց եմ պահում, ցանկություն ունի կարող է ցանկը արտակներում, որից հետո ինքը ցանկանում է ինքնեթի ուզում ձեզ ուղարկի շփվել կարիք չկա, լիքը տարպես ասած միջնորդներ ունենք, ծանոթներ ունենք, որ երկու կողմը կա, թող մյուսները կազմակերպեն այդ բանավեճը, ես կմասնակցեմ, ոչ մի խնդիր չունեմ։ Միակ սահմանափակում ունեմ, առայժմ on-line տարբերակը, քանի որ Հայաստանում առայժմ չեն, այդ պարտավոր է տեսած առցանց միջոցներով միանալ, բայց ժամի տեսակետից սահմանափակում չունեն, որ ժամին դենց հարմար է, խնդիր չկա։ Բանավեճից ինչու են խույս տալիս։ Բանավեճից խույս են տալիս երկու դեպքում։ Երբ դու չունես արդարանալու, հրապարական արդարանալու միջոց, չես կարող արդարացնել, ասի գիտես որ դիմացինը ճիշտ է ասում, գիտես որ եթե գնաց եթերում, դու քոնը ասես դիմացին իրանը ասի, մեկը քոնը անդիմն է դիմացիները արդարացի է, իրավացի է, եւ չես կարող իրեն պատասխանել, բնականաբար ամենահեշտ միջոցն է, որ դու շարունակես հենց քո միաձայն լսարանը պահել, մյուրքով նստել, խոսել եւ դու չտաս որից մեկը քեզի այդպես ասած ընդդիմանա։ Իհարկե լրագրողների հետ խոսում եմ, լրագրողներից մեկ, երկուսը երբեմն պատահում ինչ-որ բաներ հարցեր տալիս են, բայց դե նախապես կարծում եմ հարաբերված է, որ այդպեսի սուր հարցեր չտան, սուր թեմաների մեջ չեն մտնում։ Ես զարմանում եմ 12000 այդ դիտումների մեջ որ ունեցել եմ այդ լրագրողներից գոնե մի ժամանակ չունեցել։ Նա բացի այդ հիմնավորներից գոնե մեկի մասին հարց տա Էդգար Ղազարյանին այդ լրը։ Գիտեմ այդ մարդկանցից մեկ երկուսի դեսինքս են գոնե մեկի հետ հարցազրույց տվել են, խոսացել են, այնպես չի որ ինչ չճանաչեն կամ չհետևեն։ Բայց սանակներ միակամարի լսարան տալ հարց չկա։ Իսկ բանավեճից խուսափելու երկրորդ պատճառը որն է, որ եթե դուք մեկ անգամ բանավեճի մասնակցես եւ այդ բանավեճի ընթացքում պարտվես եւ ապացուցնեք, որ քո ասածները անհիմն են, այլևս անիմաստ է լինում շարունակել նույն ոճով նույն թեմաները կրկնելուց, պարտավոր ես նորություններ ներկայացնել, բայց քանի որ նորություններ չունես, հայտնվում ես անանալի վիճակի մեջ։ Հետևաբար ամենահեշտ միջոցն է բանավեճից խուսափել, չպատասխանել հարցերին եւ շարունակել էլի քոնը կրկնել, քանի որ այդ քոնը կրկնելով դու շարունակում ես ունենալ նաեւ եթերներ, շարունակում են քեզ եթերից եթեր հրավիրել, դիտումներ ավակել, լայքեր ավակել։ Բայց հիմա դրանից կողմը ես խնդիր չունեմ կարող եմ եթերից եթեր գնալ դիտումներ հավաքել, որպես դա ամբողջօրյա լիարժեք մի աշխատանք դիտել դա խնդիր չունեմ, մենք չգնամ, ես չեմ գնալու իրենց փոխարեն, որ նախանձելու խնդիր ունեմ, ոչ բան ունեմ։ Բայց վատն է որ մարդկանց այդպես ասած դժբախտաբար ապակողներոշում է։ Օրինակ ինձ գրել էին որ ինչու եք պատասխանում, մի պատասխանեք, անտեսեք։ Իրենք չի կարելի անտեսել այս երևույթը, որովհետև այս երևույթը կարևոր երևույթ է։ Ամեն դեպքում այդ լսարանը որ կա, նայում եք, հիմա միտեղ 800, միտեղ 100, միտեղ 80, միտեղ 10000, ամեն դեպքում լսարան է, որ մարդիկ լսում են, եւ այդ ստերը տարածվում են, եւ տարածվելուց հետո դառնում են ժողովրդի սեփականությունը։ Եվ ժողովրդից մենք չեմ կարող շատ մեծ ակնկալիք ունենամ, չեմ կարող ընդունել, որ կամ հավատալ, որ ժողովուրդը բոլորը գնում են օրենքները բացում են, սահմանադրությունը բացում են, ազգային ժողովի կանոնակարգը բացում են, կարդում են, կարդանալու դեպքում կարողանում են տողապակերը հասկանալ, բաստողումները կարծ հասկանալ։ Բնական է, որ հասարակ ժողովուրդը ես չեմ կարող սպասել դրանից, որ այդքան խորանա թեմայի մեջ, եւ ինչ որ իրեն հրավիրում է, ընդունում է, եւ դա դառնում է միտք, եւ սկսում է հասարակության մեջ տարածվել։ Հետո կարևոր է իմ համոզմամբ այս ստերին, այս կեղծիքներին հնարավորինս պատասխանել, քննարկել։ Ես փորձում եմ իմ լսարանի չափի եթե սա ծաղրում էին, դա մի քանի օր դեպքում ես խոսում եմ, խնդիր չկա, այն լսարանը փոքր է, 800, 900, 1000, բայց այս 1000 հոգին է եթե լսեն, հասկանան ինձ, իրենք ունեն իրենց լսարանը, նրանք ունեն իրենց լսարանը, եւ այդպես հուսով եմ որ կտարածվի, հենց այնքան որ ամեն դեպքում մի տեղից ինչ-որ ձայն հնչում է, խոսք գնում է, պատասխանում են։ Խնդրում օրինակ լայվերից մեկի մեջ այդ հարցազրույցները ժամանակացնում է, դե ընդդիմադիր դաշտից որևէ մեկը չեկավ ինձ պատասխանել։
Եթե սա պատասխան չի, սա ինչ է։ Գիտեք, հիմա ապաման պիտի պատգամավորները ձեզ պատասխանին, եթե պատգամավորների պատասխան եք ուզում, Իշխան Սաղաթելյանը մի քանի անգամ պատասխանել է, Քրիստինե Վարդանյանը թերթ.am-ի հետ հարցազրույցում պատասխանել է, մասա բացատրելա շատ լավ բացատրություններ ա։ Կարող եք գնալ այդ լայվերը լսեք, զարմանում դուք հավանա չեք լսել կամ չեք ցանկանում լսել, դա ձեր խնդիրն է, բայց ամեն դեպքում այդ պատասխանները կան եւ ուրեմն հնչում են։ Ես ասա որոշ բաներ եմ գրել, պիտի փորձեմ մի քիչ գտնել գրածներից միջից մակները դե անգամ ինչ-որ տարածություն էլ ընկավ կամ մտքեր ես մեկում եղավ, ամեն դեպքում խնդրում եմ ձեր բարոշամիջները եւ փորձենք գնալ առաջ։ Ուրեմն որոշել եմ բացատրել այդ հարցի մասին։ Որոշ թեմաների մասին շատ է խոսում վերջի օրերի կամ վերջի հարցազրույցները ես լսել եմ այդ գաղազանին, դրանց մասին ինքը խոսում է։ Ստերը որ տարածվում են եւ գիտեք որ գործընթացների կապակցությամբ, ընդհանրապես որտեղից է գալիս այս խնդիրը։ Ես շեշտում եմ չեմ ուզում մտնել տեխնիկական կամ թեմատիկ քննարկումների մեջ, եթե հետաքրքիր է ձեզ կարող եք իմ նախանցած վերջին նախկին լայվը լսել, այնտեղ մանրամասը բացատրվել է։ Բայց մի շատ կարևոր խնդիրներ կա, որոնց ես կարծում եմ պետք է պատասխանվի։ Ինչ ես օրինակ բանավեճի ժամանակ նման հարցում պետք է տայի Էդգար Ղազարյանին, որ գիտեք տարբերությունը որն է իմը եւ իր մոտեցումների։ Իր մոտեցումների տարբերությունը նա, որ ինքը սկսում է միայն 5 անդամում падգամավորների գործընթացի սկսվելը։ Այսինքն ասում գործընթացը որ սկսվի արդյունքի քանքվի եւ այդպես ժողովրդին այդ հարցում փորձում են համոզել։ Բայց ես ինչ եմ ասում, իմ ասածը հետեւյալն է, որ այս impeachment-ի գործընթացը միայն մեկ կողմ չունի, այսինքն միայն падգամավորների, ընդդիմադիր падգամավորների կողմը չի, այլ նաեւ ունի երկու այլ կողմ է։ Սա այդ միակողմանի տանգոն հա որ Նիկոլը ցանկանում է ապարել։ Հիմա ես այստեղ վերնագրի մեջ գնում եմ ինչով են սրանք նման են Նիկոլին, հենց այստեղ էլ են նման Նիկոլին։ Նիկոլը ինչ է անում։ Խաղաղության օրինակ համաձայնագրի դեպքում դուք իրեն ասում եք որ այս խաղաղության համաձայնագրի օրինակ են բերում որպեսզի հասկանաք ինչ են ուզում ասել։ Նիկոլը օրինակ ասում է ինչ, ասում է որ խաղաղության համաձայնագիրը ես բերում եմ, այդտեղ բանից խաղաղություն կբերի, սպառնալիքները կվերացվի, պետք է գնանք այդ խաղաղության համաձայնագրին։ Ամեն անգամ երբ դու իրեն հարց ես տալիս, ասես լավ ընկեր ջան, այս խաղաղության համաձայնագիրը խաղաղություն չի բերելու, այս պատճառներով լինելու է սպառնալիք, ընդհակառակը պատերազմ է բերելու։ Իսկ մեր ինչպես է պատասխանում Նիկոլ Փաշինյանը հնչեցված քննադատություններին, ասում է որ դուք ռևանշիստներ եք, դուք պատերազմ եք ուզում բերեք, տրամաբանորեն չի հերքում, չի պատասխանում, որ որտեղ է ինքը ճիշտ ասում, մյուսները սխալ ասում։ Հիմա այս մեր impeachment-ի դեպքում ինչ են անում, եթե դուք իրենց արդարացի մերժում եք, ասում եք, որ դուք սխալվում եք ընկեր ջան, impeachment այդքան հեշտ գործընթաց չի, արդյունքի չի հասնելու, ընդհակառակը կարող է վտանգներ բերել մեզ, ինչու են մեզ մեղադրում, ասում են, որ դուք գիտեք, դուք Նիկոլին վստահում եք, Նիկոլին պահում եք իշխանության, դուք զարզախոսներ եք, նմանությունը տեսնում եք, չէ՞, ինչպես Նիկոլը այնպես է պատասխանում ընդդիմությանը, այս մարդիկ էլ այսպես են պատասխանում մեզ։ Իսկ երբ Նիկոլին ինչ ասում, ասում է, որ ես գիտեք մտածում ենք գրանք միակողմանի այդ համաձայնագիրը ստորագրենք, մենք գործ մենք խաղաղության համաձայնագիրը ստորագրենք, դե հետո ինչ կլինի կարևոր չի։ Impeachment-ից ինչ են ասում։ Ասում են դուք հլակ գործողությունը սկսեք, դուք դե հլաս տակը մի հատ ստորագրեք, հետո տեսեք ինչ կերնի, չէ՞ լավ չի ելել, հիմա ինչ արբանը։ Նմանությունը նույնն է, չէ՞, տեսեք նմանությունը որքան է աշխատանքային ոչինը։ Նիկոլն ասում է գնալ միակողմանի թանգո parենք, այդ ես կստորագրեմ խաղաղության համաձայնագրի տակ, impeachment-ից ասում դուք գնացեք հլա մի հատ այդ տակը ստորագրությունը ձերը դրեք, հետո կսկսենք։ Բայց նույնիսկ մեկը չի ասում, որ դու այդ միակողմանի համաձայնագիր ստորագրելով ինչ ես ուզում հասնել կամ այդ ինչպիսի վտանգներ կարող ունենալ։ Նույնն է այդ impeachment-ի գործընթացի կապակցությամբ, որ միակողմանի ստորագրություն դնելու որտեղ ենք հասնելու, եթե այն է կողմում, ասենք ընդդիմադիր այդ 18 պատգամավորները չեն գալու ստորագրեն։ Եթե Նիկոլը կանխելու աթույլ չի տալու որ այդ impeachment-ը լինի։ Լավ է 36 կամ 35 կամ 34 ընդդիմադիր պատգամավորների ստորագրությունը ինչ արժեք ունի, որ հələ գնացեք սկսեք, հələ մի հատ սկսեք, տեսեք գան կմիանան, չէ չեն միանա։ Երբ որ ես ասում այս մարդիկ ավելի շատ իրենք են Նիկոլի ոճով աշխատում, այդ մանիպուլյացիաներով թեման, ստերո կեղծիքներ տարածելով, ժողովրդի միտքը պղտորելով, հենց այստեղ է։ Հենց այդպես որ ժողովուրդը Նիկոլը ժողովրդին փորձում է շեղեր ապակողներոշել ասելով, որ իմ մտածողությանը դեմ գնացողները ռևանշիստներ են,
Ես մարդիկ են նույնն են անում, ասում են ով որ ես ասում եմ impeachment, ով որ դեմ գնաց impeachment-ի, ուրեմն ինքը Նիկոլի կողմնակից է, ուրեմն ինքը ուզում է Նիկոլը մնա իշխանության, ուրեմն իրենք Նիկոլին վստահում են։ Եթե անվստահություն չես ձեռնարկում, ուրեմն վստահում ես։ Ընդհակառակը, ես ասում եմ, եթե անվստահություն գործընթաց ձեռնարկեցի առանց հետևանքների մասին մտածելու եւ արդյունքի չհասնելու, այդ դեպքում ես դու վստահություն տալու Նիկոլին։ Այս գործընթացին կապակցությամբ ուրեմն Էդգար Ղազարյանը որտեղ է սխալվում, ես հարց ունեմ հետևյալ հարց իրեն տամ, որ ցելի ժողովուրդ ջան, դուք ընդհանրապես Նիկոլի գործոնը այս ամբողջի մեջ հանում եք դուրս միտումնավոր կերպով, եւ ամբողջ խնդիրը այստեղ է, հաջորդ անգամ ցելի լրագրողները, երբ Էդգար Ղազարյանը եկավ ձեր մոտ նստեց հարցազրույցի impeachment-ի մասին խոսելու, իրեն Նիկոլի մասին հարցրեք, ասեք ինքը ինչ պատկերացում ունի impeachment-ի գործընթացը սկսելուց հետո Նիկոլի քայլերի մասին։ Մի քիչ դրա մասին ինքը հասցեք իրեն թողեք խոսա։ Impeachment-ի գործընթացի մասին լավ հասկացան։ 34 հատ պատգամավորներ ստորագրություն գտնել 36 հատ։ Հիմա պատկերացրեք այդ 18 պատգամավորներն եկան միացան։ Նիկոլը այդտեղ ինչ անելու։ Նիկոլին ընդհանրապես մոռանում եք այդ մեջտեղում։ Ո՞վ է մոռանում Նիկոլին, Էդգար Ղազարյանը, ով ինչու ընտրությունների տարբերակը ընդհանրապես հանում իր տարբերակներից իշխանապողության, որտեղ ասում են այդտեղ Նիկոլն է մյուս կողմում, եթե Նիկոլի հետ գնանք ընտրությունների, Նիկոլ ընտրությունները կկեղծի, օրենք կկեղծի, սահմանադրությունը կխախտի, թքածունի ժողովրդավարության վրա, օրենքի վրա, բարոյականության վրա, եւ ճիշտ ասում, Եթե այդպես է Նիկոլը նույն բանը ընտրությունների դեպքում անպայման կանի։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը ընտրությունների դեպքում այդ կանի, ինչու impeachment-ի դեպքում չի անի։ Այս հարցը տվեք մի անգամ խնդրում եմ Էդգարից, ու բանավեճի ժամանակ այս հարցին եմ տայի, ասի Էդգար Ղազարյան ջան, մի հատ ինձ բացատրի, որ այդ Նիկոլը որ ընտրությունները կկեղծի, այդ Նիկոլը որ ընտրությունները կխախտի, այդ Նիկոլը որ Վահագն Բովակյանին դոլա կենտրոնական մտական հանձնաժողովի նախագահ որպեսզի գործընթացների օգտին տանի լավ, այս մեկողնում են Անեն Սիմոնյանին ունի ազգային ժողովի նախագահ, այդ մյուսներին ունի որպես փոխնախագահ, այդ ունի ես չգիտեմ մի 80 քանի պատգամավորներ նստած այդ աթոռիների վրա։ Ինչ եք պատկերացնում։ Նիկոլը ինչ կանի։ Մի բացատրեք, ես չեմ ասում, ես գիտեմ Նիկոլը ինչ կանի, բայց դուք իրեն հարցնեք սերելի լրագրողներ, Արթուր Հայրապետյան, Արոն Սուկասյան, Հրեշվի Ջեպեջյանը այսօր հարցազրույցի կարել, մյուսներ անունները չտամ, գիտեք սերելի լրագրողներ, դուք իրեն կանչում եք, բայց այս հարցերը որ պետք է իրեն տակ չեք տալիս, այդ հարցերը տվեք իրեն, թողեք պատասխանի, կարող է ես սխալվում եմ, կարող է այդպեսի Նիկոլի ձեռքը ոտքերը Ղազարյանը կփակի, գցի ոչխարի նման ազգային ժողովի աթոռի վրա, այնն այնտեղ կնսի լացանկոմած կնայի, թե դուք իրեն եք impeachment-ի ենթարկում։ Սա խոսում ենք նույն Նիկոլ Փաշինյանի մասին, ուրիշ Նիկոլ Փաշինյան չի, նույնն է։ Ինձ հարց են տալիս մի քանի անգամ շերի դեպքերից մեկ հարցակվել լավ, ձեր տարբերակը որն է։ Իմ տարբերակը բոլոր տարբերակներն են իշխանապողության։ Բոլոր տարբերակներին ես հավասարապես հավատացած եմ։ Երբ Էդգար Ղազարյանին հարց եք տալիս իշխանապողության տարբերակների մասին, 4 տարբերակ այն ընդհանրապես ներկայացնում։ Ասում են, Նիկոլի բնական մահը, որ մենք չենք կարող կառավարել, մեզ կապ չունի, իրավապահ մարմինների գործողություն, դատախազ էստեմիալ կամ իրեն ձերբակալեն տանեն, դրա վրա մենք վերահսկողություն չունենք, հավանականությունը 0 է։ Հրաժարականն է ներկայացնում որպես 7 տարբերակ, որ դա էլ Նիկոլից է կախված, մեզանից կախված չի, դա էլ հավանականությունը գրեթե 0 է։ Որպես 4-րդ եւ վերջին տարբերակ ինքը ներկայացնում է impeachment-ը, որ ասում է սահմանադրական իրավական գործընթաց է, օրենքով ընդդիմության պարտականությունը կարող են անեն եւ չեն անում։ Ճիշտ ասում։ Բայց մենք դիտեն հարց տվել ենք, ընկեր ջան, մենք 5-րդ տարբերակի մասին ինչու չես խոսում։ Ընտրությունների մասին ինչու չես խոսում։ Ինչու ես ընտրություններ ընդհանրապես հանում քո տարբերակներից։ Հենց այնքան որ սահմանադրությունը խոսել է impeachment-ի մասին, որպես իշխանապողության տարբերակ, նույն սահմանադրությունը խոսել է նաև ընտրությունների մասին, լավ է, վատի մասին չեն խոսում։ Լավ, որպես տարբերակ են խոսում։ Տարբերակներից մեկը, որ սահմանադրության մեջ կա, որպես իշխանապողության տարբերակ, դա impeachment-ն է, այո։ 4 կետը սահմանադրության մեջ նշվել։ Բայց դիմացիք նայեք նույն սահմանադրության մեջ ընտրությունների մասին, ընտրություններով իշխանություն փոխելու, նոր կառավարություն ձևավորելու մասին քանի հոդվածներ կա։ Ինչու չեք խոսում ընտրությունների մասին։ Ցերի լրագրողներ հաստնեք իրեն, որ 5-րդ տարբերակը դու ինչու ես ընդհանրապես հանում քո տարբերակներից։ Ինչու չես տնում։ Վաղն տարի վերջում մի հատ էլ դրա մասին հիշատակեք։
Որտեղ եթե հիշատակեք, այդ նույն Նիկոլն է գալիս մեջտեղ, չէ՞, որտեղ նույն Նիկոլի գործոնն է, նույն Նիկոլն է, որ ընտրությունների ժամանակ եթե քեզ հարց կտան, ասեն լավ, նույն Նիկոլը, որ ընտրություններ ա կեղծում, նույն Նիկոլին է դուք ուզում եք իմպիչմենտ անեք։ Ինչու եք հավատացած, այնտեղ նորը ոչ նստելու ա թույլ տալու դուք իմպիչմենտ անեք իրեն։ Իսկ ընտրություններում ընտրություն ա խախտելու։ Ես ինչ եմ ասում, ես ասում եմ բոլոր գործընթացները հավասարապես պետք է նկատի ունենան։ Սկսած այն բնական մահից, որ ես կտանեմ վեճի տարբերակը կդնեմ, այն իրավապահների գործողությունները, որ ես կտանեմ վեճը կդնեմ, ես չգիտեմ մի հրաժարական, որ վեճ չեմ դնում, գուցե մեջտեղները պահեմ, որտեղ դա էլ հնարավոր տարբերակներից մեկն է, բայց ես միևնույն ժամանակ իմ տարբերակների մեջ պահում եմ ընտրությունների տարբերակը, եւ պահում եմ դրանք կողքին իմպիչմենտի տարբերակը։ Եվ եթե ինձ հարցնեիք, ես կասեի ընտրություններով Նիկոլին փոխելը շատ ավելի հեշտ է, քան թե իմպիչմենտով փոխելը, որտեղ իմպիչմենտով փոխելու հետ ժամանակ դուք գործ ունեք ուղղակի նիկոլական պատգամավորների հետ, գործ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, որը կարող է ընդհանրապես սկզբից այդ գործընթացը կասեցնել։ Բայց ընտրությունների դեպքում ինչքան էլ որ Նիկոլը օրենքներ խախտի, այն ամենայնիվ իրավական առումով, օրենսդրական առումով իր ձեռքը ոտքերը մասամբ փակված են։ Եթե իմպիչմենտի գործողության վրա ոչ մի արտաքին վերահսկողություն չի կարող լինել, մոնիտորինգ չի կարող լինել, ընտրությունների գործընթացի վրա մոնիտորինգ կա, դրսից վերահսկողություն կա, ամեն դեպքում ինքը պարտավոր է մնալ իր չափի ու սահմանների մեջ։ Բայց իմպիչմենտի դեպքում ես նախորդ լայվի ժամանակ ասել եմ, նույնիսկ օրինական ձևերով ինքը կարող է իմպիչմենտը կանխի։ Ամենահեշտ միջոցը ես ասել եմ քվորում չի ապահովի ազգային ժողովի լիստի համար։ Ո՞նց է քվորում ապահովելու։ Պատգամավորները չեն գա, միշտ չի լինի, քվորում չի լինի, 50 ժամ անց սահմանադրությամբ, 72 ժամ անց ազգային ժողովի կանոնակարգով, եթե քվարկություն չեղավ, նույն ազգային ժողովի կանոնակարգի 9-րդ 10-րդ հոդվածով ընդհանրապես նախաձեռնությունը հանվում է օրակարգից, 10 անգամ որ դրեք, 10 անգամ էլ քվարկության քվորում չի ապահովի նիստի համար, օրակարգից դուրս կգա։ Հիմա դուք գնացեք անընդհատ ձեր ստորագրությունը դրեք, պատգամավորներին պարտադրեք, ինձ ստորագրությունը դնեն այդ թղթի տակ։ Արդյունք չի տալու, որտեղ Նիկոլը քվորում չի ապահովի դուրս կգա։ Բայց ընտրությունների դեպքում այդպես չի։ Ընտրությունները եթե մտան գործընթաց մեջ, ինքն է մտնում գործընթաց մեջ, ամեն դեպքում, բայց սա չի նշանակում, որ ընտրությունները լավ տարբերակ են։ Հիմա սխալ չհասկացվի, ասում ես դու ընտրություն ես կողում։ Ես ասում եմ, բոլոր տարբերակները հավասարապես պետք է նկատի առնել։ Եվ դրանց զուգահեռ փոխոցային ճնշման խնդիրն է դրված։ Մինչև չլինի փողոցային հսկայական ճնշում, այդ գործընթացներից որևէ արդյունք չի տալու։ Ընտրությունների դեպքում դուք այդ փողոցային ճնշման գործընթացին կարիք չունեք, որովհետև վերջնացորդ մտակ գործընթացի մեջ, մտել է գործընթացի մեջ, բայց հրաժարականի եւ իմպիչմենտի դեպքում պետք ունեք այդ գործընթացին։ Նիկոլն ինչ ասում, Էդգար Ղազարյանն ինչ ասում, վերջին հարցազրույցի ժամանակ Արթուր Հայրապետյանի հետ մեդիա հաբի հետ էր տվել։ Ասել 2018 թվականին Նիկոլն ինչ արեց։ Եկավ իշխանապողություն արեց, գնաց ազգային ժողով քվեր ստացավ այնտեղ ազգային ժողովից։ Բողոքներն հանրապետականներ էին, եթե սկզբից մտածել հանրապետականները ձայն չէին տալու, ուրեմն չէ գործընթացը սկզբից չէ սկսի։ Ինչ եմ ուզում մտնել վարկածների վեճի շրջանում խոսում, եւ բաց ինձ այդ իշխանապողության տարբերակով մենք առաջնորդվենք։ Ընդհանրապես Էդգար Ղազարյանի բերած օրինակը հաստատում է հենց այն, ինչ որ ընդդիմադիր պատգամավորներն են ասում։ Ինքը օրինակ է բերում, որ այդ օրինակը ավելի շատ հենց իրա դեմ է գործում։ Ընդդիմադիր պատգամավորները ինչ են ասում ազգային ժողովում։ Ասում են փողոցային ճնշում թող լինի, այդ փողոցային ճնշումից հետո 1000 ու մի գործ կարելի անել Նիկոլին հեռացնելու համար։ Չի կարելի գործընթաց սկսել, նոր հետո սպասել փողոցային ճնշմանը։ Հիմա պատկերացրեք 2018 թվականին Նիկոլը հետ ապրիլի 17-ին մտնել էր, ասել չէ սակրել հրաժարական չէր տվել, Գյումրուց չէր քայլել, Նիկոլը չէր քայլել, փողոցում ժողովուրդ չէր գնել, ասել ժողովուրդը փողոց դուրս չէր եկել, միանգամից մտնել ազգային ժողով, երբ դաշինքը իրեն վարչապետի թեկնածու առաջադրել։ Քանի պատգամավոր իրեն քվարկել այդ ազգային ժողովում։ Քանի պատգամավոր հենց հանրապետականներից, մյուս խմբակցություններից, որտեղ Բարգավաճ Հայաստան դաշնակցությունը քվարկել Նիկոլին։ Հենց կարծեմ 7-8 պատգամավորներն դժվարությամբ իրեն պատգամավորին քվարկեին երկդաշինքի։ Բայց ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին։ Առաջ փողոցը գեներացեց, նույն ասում են տարբերակով առաջնորդվենք, որ բոլորս տեսնում ենք։ Այդ վարկածների մեջ չեմ մտնում տարբեր տեսակետների։ Իշխանությունը ով հազվեց, ով բերեց, ինչ արեց, դրա դիսկուրս չունեմ։ Հենց այն ինչ որ տեղի ունեցել նկատի առնենք։ Բերեց ժողովրդին փողոցում գեներացրեց, մի քանի օր պահեց ժողովրդում, երկիր պարալիզացրեց,
փողոցները փակեց, ես չգիտեմ, տարբեր տեղերի աշխատանքը սկսեց խանգարել, գնաց ռադիոտոն դուրս ջարդեց, ինչ էր արել, բոլորս ինչ-որ ինչ էր արել։ Երբ այդ ամբողջ գործընթացը հասավ իր գագաթնակետին, նոր գնաց մտավ ազգային ժողով, որ դեպքում բնական ժողովուրդը մեկը չէր կարող իրեն դեմ քվարկել։ Երբ պարտավորած իրեն քվարկեցի։ Բայց հիմա դեռ ասած ինչ ասում, դե եկեք առաջ մտնենք մի հատ ազգային ժողովով, հետո դե փողոցներ կգան, չկա ով անելու։ Ինչ է պատասխան տալու։ Ես մեր դիմադի պատգամավորների մի առաջարկ ունեմ սերի պատգամավորին, որտեղ շուտով այս մարդիկ ձեզ դիմելու են նամակներով եւ ինչպես որ իրենք են ասելու հրապարակալ հետո հայտարարել են որ այսինչ մարդիկ Նիկոլին հանցակից են, հնվում Նիկոլին անվստահություն չեն հայտնում, գործընթաց չեն սկսում, գործընթաց չսկսելու հավասարեցնում են Նիկոլին հանցակից լինելու, մեղսակից լինելու մեջ եւ սկսելու են ձեր խորհրդանիշ աշխատանք տանեն եւ ես նպատակը հենց ասած սրա մասին եմ այդ ժամի ղավ կխոսեն վերջում ինչ նպատակ են հետապնդում կամաց փակագծերը իհարկե բացվում է դուք ինչ ասեք իրենց ես անկեղծ համեստաբար որպես փոքր եղբայր խորհուրդ եմ տալիս այդ մարդիկ որ դրեցին ձեզ նամակով դուք փոխադարձ նամակ իրենցից պահանջեք ասեք այս մարդիկ նամակ գրեն արթուն զարթուն քնած են գեչիկ կմեջ շարժումը ովքեր որ կան նամակ գրեն իրեն գրավոր ձեզ թուղթ տան որ 18 պատգամավորներ իրենք կգան քպից տակը կստորագրեն Մենք իրենք տակը ստորագրեն այդ երաշխավորան, եւ պարտավորություն են վերցնում իրենց վրա։ Խոսք են տալիս ժողովրդի դիմաց, մենք մի քանի 3 միլիոն հայ ժողովրդի դիմաց, Հայաստանի Ռեսպուբլիկի դիմաց, որ եթե խորհրդանի պատգամավորները գործընթաց սկսեցին, իրենք կգնան այդ 18 պատգամավորների մինչև վերջի վարկյանը որ քվարկում են, կպահեն, կբերեն կմիացնեն այս գործընթացին։ Իսկ եթե չկարողացան այդ 18 պատգամավորներից բերել իրենք են պատասխանատվությունը ստանձնում ժողովրդի դիմաց, իրենք են գնալու կանոնների ժողովրդի դատարանի դիմաց այդ գործընթացը ձախողեցնելու համար։ Որպես հետո չքսեն ժողովրդի գրպանը։ Երկրորդ թուղթը պետք է առնեք իրենցից։ Թուղթ արեք, որ դուք ազգային ժողովում եթե 34 պատգամավորներ ստորագրեցիք այդ նախաձեռնության տակ եւ նախաձեռնությունը սկսվեց, փողոց իրենք գեներացնում են։ Առնվազն մի 100,000 չեմ ասում 50,000 մարդ իրենք հաջորդ օրը բերում են կանգնացնում են փողոցում մեկ շաբաթ այդ մարդկանց պահում են ազգային ժողովի դռանը դուք տարեք իրենցից գրավոր ասեք եկեք արթունեք ինչ որ շարժում եք տակը ստորագրեք պարտավորություն ստանձնեք կարող եք այդ գեներացնեք թե չէ գործընթացը դուք հանձնարեք վերցեք ձեր պատասխանատվությունը ես հաստատ եմ ասում նրանցից մեկը չի պատասխանատվությունը իրավերցնի որտեղ գիտի այդ գործընթացը այդքան հեշտ ձևավորվող մի բան չի վերջում նպատակիչը Քրիստոսը Վարդանյան շատ ճիշտ էր ասում, անելու են, ձախողելու է, ես ասում եմ, չէի կարող չսկսեի արդյունավետ գործընթաց չէի կարող չսկսեի կսկսվի, սկսել են ընդդիմության գրպանը։ Խոսացի մի քանի այս մարդկանց ստերի մասին նաև խոսել էստեղ, այս լայվի ընթացքում։ Վերջինից սկսեմ խոսել սա լետարկերը, ես դեռ չեմ ասել հարցազրույց ամբողջությամբ լսել, որ ուզում եմ մտնել լայն նկատեցի, որ Էդգար Ղազարյանը այսօր մի հատ հարցազրույց ատվել հարգելի հերոսինը ուրեմն Ջեբեջյանին, այնտեղ ինչ ասում, խորագելի հետևյալ հարցազրույցի, որ եթե Ղազարյանի նման մի ոչխար 3 հոգու արդեն ԿՊ-ից քանդելաբերել, դու պատկերացրեք, եթե Նիկոլի հարցը դնենք ինչ տեղի կունենա։ Գիտեք ինչ ժամանակ այս մարդիկ այսպեսի մտքեր են արտահայտում։ Այսինքն դուք ոչխարների վրա հույս դնելով եք ուզում իշխանափոխություն անել։ Ժողովուրդ ինքներդ մտածեք այս մարդկանց վրա եք ուզում հույս կապեք, մարդկանց հետ եք ուզում հույս կապեք։ Իսկ այս մարդիկ իրենց հույսը կապել են մի շարք ոչխարների հետ։ Ոչխարի հատկությունը ինչ է։ Այսօր դուրս ասես այս կոմբազի գնում է այս կոմբազում, վաղը ինչ տասներ այս կոմբազի բրազի այս մեկովից։ Ու բերում են Ղազարյան հովոնի իրենց ամբողջ հույսը Ղազարյան հովոն այնց օրինակ։ Որտեսին 3 հատ պատգամավոր բերեց քանդեց բերեց։ Նույն այդ Ղազարյան հովոն, որին դուք հիմա օրինակ եք բերում որպես ոչխար, որ իապես այդպեսին է։ Վաղը եթե Նիկոլես գիշերին մենք այսպես տեքստ անի ասո Ղազարյան հովո դրա վրա արի քնական գործերը կողրայից կփակեն կվերցնենք։ Հիպոթեկ տանին վրա։ Բայց էլ իմ դեմ չես խոսում։ Կապես ինչ անելու Ղազարյան հովոն այդ ոչխարը։ Ինչ են անելու այդ ոչխարները։ Վաղուց նորմալն է նախքին Նիկոլես անգամ Հիսուսից էլ ավելի բարձր դառնալու իր համար։ Ու դուք այդ ոչխարների վրա հույս կապելով եք ուզում իշխանափոխություն անեք, հավատացած եք, որ այս մարդիկ ձեզ մի հատ խոստում կտան, մինչև վերջ իրենց խոստման վրա կմնան։ Ես այստեղ եմ ասում, եկեք գրավոր խոսք տվեք, որ այդ 18 պատգամավորների որ կբերեք, որ դուք պետք է գնաք բերեք,
մեր պատգամավորները հույս մի կապեք ընդդիմադիր, որտեղ հակառակ ձեր պատկերացնում են մարդիկ ընդհանրապես շփում չունեն այդ մարդկանց հետ, եւ այդ շփումը խիստ գործնական շփում է։ Եթե կարող եք, գնացեք, խոսեք, ասում եք կարող ենք, խոստումներ կտան կբերենք, բերեք, գրավոր թուղթ դրեք, որ մինչև վեճ այդ մարդիկ կմնան ձեր ոչխարները։ Եթե պատրաստ եք այդպիսի թուղթ տալ, ես խորհուրդ կտամ մեր պատգամավորներին սկսեն գործընթացը։ Բայց ես վստահ եմ, որ դուք այդպիսի խոսք չեք տա, թուղթ չեք տա, որտեղ ինչպես դուք եք ասում, այդ մարդիկ ոչխար են։ Ու ոչխարը ցանկացած պահի կարող է ամեն կողմից թեքվել։ Ու գոնե ես կներեք ոչխարի վրա հույս կապելով, որ ես ուղղությամբ չեմ գնա։ Եթե դուք ուզում եք գնալ այդ ոչխարների հետևից, ձեր իմանալիքն է։ Բայց չեմ կարծում իրեն լուրջ մարդու տեղ դնող իջիկն խորհրդանի պատգամավորներ, ովքեր լուրջ պատասխանատվություն ունեն ժողովրդի դիմաց։ Այդտեղից սկսեք գնացեք մինչև երեք Ռոբերտ Քոչարյան կամ Սիստեմ խմբակցությունների ղեկավարներ, պատրաստ լինեն ունեն մի շարք ոչխարների վրա հույս կապելով SPCOM-ը կողմն։ Եթե դուք ուզում եք հույս կապել, արդեն ձեր խնդիրն է, կարող եք շարունակել հենց այս ոճով շարունակել այդ ոչխարների վրա հույս կապելով, ժողովրդին ապահովորոշեք, ձեր տեսակետները տարածեք ժողովրդի մոտ։ Մի բան շատ էլ էս մարդիկ խոսում են ուրեմն 2022 թվականի ուրեմն սեպտեմբերի 14-ի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի գիշերն էր, որ եթե հիշեք, այդպիսի մի հատ հավաք կազմակերպվեց ազգային ժողովի դրանը, եւ այդտեղ իբրև գործողությունը սկսել դիմադի պատգամավորներ գնացին մտան ազգային ժողովից ներս եւ ուրեմն փորձում գործողություն սկսել չեղավ։ Եվ հիմա այս մարդիկ մեղադրում են, որ տեսեք այդ օրը հնարավոր էր դուք ժողովրդին տուն ուղարկեցիք եւ չեղավ։ Դե չի արտադրության ժամանակ այդ աղաջանը մեմ դալանում, Արոն Վարդևանյանն է մեղադրում, բերել մի հատ թուղթ ցույց տալիս ստորագրություններ կային այդտեղ, բայց ոչ մի նախաձեռնություն էլ չի եղել։ Ես մի վայրկյան ես կարծեմ կարողանամ այստեղ միացնել ուրեմն այդ հարցազրույցը, դուք նախ այդ աղաջանի խոսքերը լսեք, ես հետո կփորձեմ հենց ուղղակի հնարավորության դեպքում իրեն այդպես ասած ավելի կարծում եմ ճիշտ կլինի այդպես պատասխանել, ավելի լավ կստացվի։ Կարծում եմ 17 րոպեից էր։ Եվ որևէ մեկի կողմից չկազմակերպված մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին ազգային ժողովի շենքի դիմաց սեպտեմբերի 15-ին։ Այնտեղ եթե հիշում եք, եկան նաև ազգային ժողովի պատգամավորներ, երկու խմբակ, կարծես թե բոլորը ամբողջ կազմում։ Եվ այդ ժամանակ առաջարկությունը, շատերը այդ ժամանակ հիշում են ինձ, Կարին Տոնոյանին, ասում են Էդգար Ղազյանը ելույթ ունեցավ, Կարին Տոնոյանը ասաց, ոչ մեկ չի ուզում հիշի, որ այդ նույն օրը այդ հարտակից ելույթ ա ունեցել Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը, Դիմադրության շարժման համակարգող Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Նազարյանը, Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթներ են ունեցել։ Հետո ինչ են արել, ասացին մենք գնում ենք ազգային ժողովի շենք, որպեսզի սկսենք անվստահություն հայտնելու գործընթացը։ Ես հիշում եմ վարչապետի անուն պետք է իրան։ Այո, գնացին շենք, լույսերը վառում, բոլորիս աչքի առաջ գիշերով մոտ գործեցին ազգային ժողովի շենք եւ որոշ ժամ հետո հարթակ վերադարձավ կրկին Արամ Վարդևանյանը, ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավորը եւ հայտարարեց, որ իրենց սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ հայտարարեց, որ այն պատգամավորների անունները ում ստորագրությունները արդեն դրված են։ Այո։ Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական պահանջը վարչապետի տեխնացու էր։ Եվ ես ներքևից կանգնած հարցրեցի, իսկ ով է վարչապետի տեխնացուն։ Ասես չկա վարչապետ, այսինքն իրենք անվստահության գործընթաց չեն սկսել։ Չգիտեմ ինչ թղթի տակ են ստորագրել, այդ թղթը չեմ տեսել, բայց որ վարչապետին անվստահության գործընթաց չեն սկսել, դա հաստատ է։ Բայց մարդկանց ասացի, որ սկսել են։ Այսինքն ժողովրդին ցրելու միջոց էր դա։ Արդյոք մարդիկ, այսինքն եթե մարդիկ բամանան փողոցին բայդե ասում են մարդկանց ճամփեցին դու, բայց մարդիկ տնից են եկել, դու պիտի գնան։ Բայց պիտի հասկանան, եկել էին այդ նպատակով, չէ՞, վարչապետին հեռացնելու։ Դուք էլ որպես պատգամավոր ունեք այդ հնարավորությունը չեք օգտվել։ Դրանից հետո ես առիթ եղել ա քննարկել, ասում են, չի ջամ։ Լավ, ինչ ասում, ապա պարզացավ ինչ էր ասում։ Իսկ իրականության մեջ ինչ այդ գիշեր տեղի ունեցավ։
Այդ գիշեր ժողովուրդը եկավ հավաքվեց ազգային ժողովի դիմաց, պատճառն հիշեցնեմ, դրա նախորդ օրը Ադրբեջանը հարձակվեց, թվում օրն է, Ադրբեջանը հարձակվեց ջանուկի դեպքեր տեղի ունեցան, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, շուրջ 10 կիլոմետրով առաջացան մեր տարածքի մեջ, եկան այնտեղ հաստատվեցին, նոր տարածքներ գրավեցին, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում այդ օրը լսումներ էին չորեքշաբթի օրեր, եւ հայտարարեց, որ իրենք պատրաստվում են մի թուղթ ստորագրել, որից հետո հնարավոր է որ իրեն դավաճան կոչեն։ Դրանից հետո ժողովրդային այդ ալիքը բարձրացավ, եկան կանգնեցին ազգային ժողովի դիմաց, եւ այդ ամեն ինչը տեղի ունեցավ դրանից հետո։ Դրանից առաջ դրանից հետո Նիկոլը բազմաթիվ նմանատիպ ավելի ցավալի եւ խոցելի հայտարարություններ արել։ Թե ինչու միայն այդ հայտարարությունը այդ օրը ժողովուրդը այդպես բորբոքվեց դուրս եկավ, կարծում եմ մի քիչ եթե գնանք այդ օրերի դաշնային հիշենք։ Այդ օրը ժողովրդին այդ մարդկանց հիմնականում կոչ արել բերավ լսան այդտեղ դոգը դուք բերանք լսած այդտեղ։ Եվ Բողազարյանն ասում որ իրեն չէին հրավիրել, չգիտեմ ում իրեն հրավիրել էին թե չէ, բայց այն մարդն հրավիրել այդ հանրավակը, որ այդ լրատվամիջոցին որի կես հարցազրույցը տվել է, վերջին օրերին դոգին նախքան կանոնավորել է եթեր էր տրամադրել։ Անընդհատ դա դոգն է, եթե այդ օրը գնալ դոգի եթե այդ օրվանը նայեք, կտեսնեք որ երկու այդպես ասած ականջակալներով լսում ինչ-որ տեղից, ինչ-որ բաներ են իրեն փոխանցում, հետո ինքը լայվի վրա խոսում է եւ նույն տեղից էլ չեն, մեկը սպիտակը, մեկը սևա, բարձր 2-3 տեղից իրեն ինչ-որ բաներ ա գալի, ովքեր են իրեն հրանգում, ովքեր են իրեն ուղղորդում ժողովրդին ինչ ասա հիմա, ինչ խազմակերպի ինչ արա, ես չգիտեմ, հավանաբար մի օր ինքը դոգը կխոսի այդ ամենի մասին, մի լավ դատարանի դիմաց, որ արդար կլինի, մենք այս ամբողջ այս պրոյեկտի մասին մի քիչ կբացատրենք։ Բայց այդ օրը հիմնականում ընդդիմությունը չէ, որ այդ հանրավակը կազմակերպել էր։ Ընդդիմադիր պատգամավորները եկան այդտեղ հավաքվեցին։ Սա իրականության ինչի մասն է խոսում, հենց այն բանի կրկին, որ ընդդիմադիրներն են խոսում, որ եթե փողոց գեներացի, իրենք կանգնած են այդ փողոցի կողքին։ Փողոցը գեներացվեց, ընդդիմադիրները եկան այդտեղ կանգնեցին։ Եվ քանի որ պահանջը կար իմպիչմենտի, փորձեցին գործընթացը այդպես առաջին քայլերը վերցնել։ Սխալը այստեղ է։ Որը անգամ այդ օրվա ընթացքում հայտարարությունների մեջ չի հնչել, որ իրենք գործընթաց են սկսել, գործնական նախաձեռնություն են ստորագրել։ Ասում եմ, որ մի հատ թուղթի կտոր, այո, վերջում Արմեն Վարդանյանը բարսանում է, ես երեք գնացել եմ նորից այդ տեսագրություն այդ օրվանը նայել եմ շուրջ 7 ժամվա, փորձեցի հակառակ վերջին բաժինները նայել, բարսանում մի հատ թուղթ ածել, այդտեղ հստակ ստորագրություններ կան, բայց բնականաբար դա նախաձեռնությունը չէ, որտեղ վարչապետ տեխնացու շատ հստակ չի կարող լինել։ Ինչու չի կարող լինել, որտեղ դու չես կարող վարչապետի տեխնացու մեկ գիշերվա համար ընտրես։ Այդ նախաձեռնությանը կցված պետք է փաստաթղթեր լինեն, հիմնավորումներ լինեն, ասեք այդպես չի մի հատ անուն գրես 10-34 հատ ստորագրություն տնես, ասես նախաձեռնությունը եւ ուղարկես ազգային ժողով։ Դա գործընթացը որ նախապես նախապատրաստվի, չի կարելի միանգամից ժողովուրդ այդտեղ հավաքված լինի, հիմա ասես գնանք։ Արամ Վարդանյանը շատ հստակ այլ հայտարարությունների մեջ։ Ինչ ասում, ես ուղղակի այդ օրվա Արամ Վարդանյանի հայտարարությունը որ ժողովրդին արել է, եւ մյուսները մոտապես նույնն են ասել։ Մարդն ասում է, Փաշինյանի իմպիչմենտի պահանջով ընդդիմադիր խմբակցությունների ստորագրությունները կան։ Սա հայերենով շատ պարզ հայերենով նշանակում է, որ եթե պետք լինի անել, մենք մեր ստորագրությունները կան, այդ ստորագրությունները մենք խնդիր ունենք, շահանակությունը մնացած ստորագրություններն են, որ չկան։ Սա խոսքը ընդհանրապես նախաձեռնություն, այդպես տարածել ժողովրդին, որ հա գնացել են միայն նախաձեռնության տակ էին ստորագրել, որ վարչապետի տեխնացու չկա եւ անիմաստ է, սուտ է, այդպիսի բան չէ, ընդհանրապես նախաձեռնություն չի ստորագրված եղել, որ վարչապետի անունը լինել։ Խոսքը ստորագրություններ լինելու մասին է։ Ինչպես այն օրը 34 կամ 35, այնօր 35 ստորագրություններ, այսօր 34 կան, այսօր էլ այդ ստորագրությունները կան։ Այս սային էլ այդ ստորագրությունները կան, բայց նախաձեռնությունը սկսելը ելևորեն այն գործընթացը, որի մասին արդեն բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Պետք է հիմնավորումները լինեն, նախաճապետի տեխնացուն լինի, որոշել ով է լինում, եւ այդ գործընթացը սկսել տանել ազգային ժողով։ Նոր հետո հույս ունենալ, որ 18 պատգամավորները կգան կմիանան։ Իդեպ այդ գիշերվա փորձը կարծեմ շատ լավ Վարապատույցն է, որ այդ քպահականները վախից ոչ թե դգան կմիանան գործընթացին, այլ կերպան կփակչեն, միտեղ կփախկվեն, ինչպես որ այդ գիշեր արեցին։ 18 պատգամավորների հասցեները Կարեն Տոնոյանը այդտեղից հնչեցրեց, որ ժողովուրդը գնան Երևան դրան առաջ, այդպես այսպես ասում են բերման ենթարկել, դրան ստորագրել։ Նախ դուք չեք կարող բերման ենթարկել պատգամավորին, դա օրենքով արգելված է, չեք կարող բռնանալ իր դեմ, չեք կարող իրեն պարտադեր առան հակառակ խղճին, որ գուցե լինի քպական կամ ոչ պատգամավոր, դա հակասահմանադրական քայլ է, ինչ-որ բան ստորագրի։ Պետք է իրեն համոզեք, որ ինքը համոզվի այդ բանը ստորագրի։ Բայց տեսնում եք, որ ճիշտ հակառակ եթե ճիշտ ձևով աշխատանք չտարվի,
հակառակ ընթացքն է տալի։ Այդ օրվա այդ գործողությունը, որ այս մարդիկ կազմակերպել էին, ժողովրդի բոլորը նստել այդտեղ ընդդիմությանը գնել մի փակ, այդպես ասած, պատահված փաստի դիմաց պարտադրել, որ ամեն գնավ գործընթաց անի, շատ բարձ արեցածից Էդգար Ղազարյանը կանչում է, որ նախաձեռնության վարչապետի տեխնացիոնով մեկն էլ այդ ծակից ձայնը շատ հստակ է, վերադառնում հաստատ դու չես, այդ ամբողջն կա, Բացառում որտեղից է ղեկավարում, ինչ են փորձում հասնել, կատարված փաստի առաջ դնելով ընդդիմությանը, որ ձախողեց։ Խոսում է ինչի մասին, խոսում է այն մասին, որ եթե այս գործընթացը կազմակերպված չլինի, մտածված չլինի, վերջում արդյունքը լինելու այն, որ այդ քպական պատգամավորները ոչ թե գալու են միանան քեզ, ոչ թե գալու են հոգուտ քեզ քվարկել, այդ ընդհակառակը փախչելու են, եւ դու թափես ես չես գտնելու։ Միսը քվերում չի ունենալու Լինելու հենց այն ինչ որ ես ասեցի, 50 ժամ հետո նիստը քվերում չունեցավ, 72 ժամ հետո քվարկություն չեղավ, հենց նույն ազգային ժողովի կանոնակարգի համաձայն նախագիծ նախաձեռնություն համարվում է չընդունված, Նիկոլը 6 ամսվա մնում է վարչապետ, դու չես կարող ոչինչ անես։ Ինչ բան որ շարունակ կրկնում են, որ դրա հիմա ինչ կպատահի, որ Նիկոլը հիմա էլ վարչապետ է, այնց հետո վարչապետ կլինի, հետո մի հատ սկսել Չաջողեց, որ բան չի պատահելու, Նիկոլը կմնա վարչապետ, հիմա էլ վարչապետ է։ Ոչ ընկերներ ջան, Նիկոլը չի մնա վարչապետ, Նիկոլը կմնա վարչապետ, որը երկրորդ անգամ վստահության ձայն հասկացել ազգային ժողովից։ Էդ է որ դուք ժողովրդին ճիշտ չեք բացատրում։ Հենց այն համակարգը, որ պարլամենտական է, մեր ազգային ժողովը համակարգը պարլամենտական է, դուք շատ ճիշտ եք ասում պարոն Ղազարյան, որ պարլամենտական համակարգի մեջ ազգային ժողովի պատգամավորները պետք է վերահսկողություն իրականացնեն, ունեն լիազորություն, ես ինչ գիտեմ իմպիչմենտի ենթարկելու չեն օգտվում, մի պարլամենտական համակարգի տրամաբանությունը ասում է, որ եթե անվստահության գործընթաց է սկսում վարչապետի նկատմամբ, իսկ արդյունքի չես հասցնում, դրա հակառակ իմաստը լինում է այն, որ դու վստահություն ես հայտնում Նիկոլ Փաշինյանի։ Արդեն դու քո քվերով ես վստահություն հայտնում, դու գործընթաց չես սկսում, որովհետև մեկը քեզ չի կարող հակառակ այն բանի, որ դուք եք ասում, վստահություն ունենալու մեջ մեղադրել։ Դու վստահություն չունես Նիկոլ Փաշինյանի, բայց քանի որ գիտես գործընթացը արդյունքի չի հասնում, չես սկսում այդ գործընթացը։ Բայց եթե գործընթացը սկսեցիր, արդյունքի չհասավ եւ ազգային ժողովը քվարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին եւ դրան էլի վստահություն տվեց, դուք իրեն օժտում եք կրկին վստահությամբ։ Այս բաժինը բացատրեք, սերի պատթղթակիցներ, եթե անգամ իրեն հրավիրում եք պարլամենտարիզմի կամ խորհրդարանական համակարգի ձևաչափերով կամ տրամաբանությամբ, այս հարցն իրեն տվեք, որ երկրորդ անգամ եթե ազգային ժողովը վստահություն հայտում Նիկոլ Փաշինյանին, դա ինչպիսի իրավական հետևանքներ է ունենում։ Անկախ նրանից, որ Նիկոլը կմնա մնում է վարչապետ, այո, հիմա մնում է վարչապետ, բայց մնում է վարչապետ, որին ազգային ժողովը երկրորդ անգամ վստահության ձայն է տվել։ Ասում է, հենց այս հարցազրույցի ժամանակ որ հապարակել, որ ժողովուրդը մանդատ է տվել Նիկոլին, ընդդիմությանը որ գնան Նիկոլին հեռացնելու։ Որից է մեկը ընդդիմությանը մանդատ չի տվել, որ Նիկոլին հեռացնեն։ Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության, որից հետո գրված չի, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատ են վերցնում, մտնեն ազգային ժողով, որպեսզի ազգային ժողովում հեռացնեն հետո օրվա վարչապետին։ Այդպիսի բան չկա Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, պատգամավորների լիազորությունների մեջ։ Ընդդիմադիր պատգամավորի լիազորությունների սահմաններում բնականաբար պետք է պարտականություններ իրականացնի, փորձի իրեն ձայն տված հասարակության իրավունքները կամ ձայնը պաշտպանել այնտեղ, եւ եթե այսօր իշխանություն եկան, բացահայտումներ անի իրավական գործընթացներով փոքրի կասեցնել, թույլ չտալ, որովհետեւ այդ գործընթացը տեղի ունենա, պայքար ծավալել, բայց Միակ հնարավորությունը որ կա այո այդ իմպիչմենտն է, բայց իմպիչմենտը եթե չի արդյունքի հասնում, ուրիշ հնարավորություն չկա, բայց այդպես բառացիորեն գրված չի, որ դու պիտի գնաս Նիկոլին հեռացնես։ Այո դուք ձայն եք տվել, որպեսզի Նիկոլը չլինի իշխանության, ձայն եք տվել ընդդիմության, որպեսզի ընդդիմության առաջնորդը ընտրվի եւ Նիկոլը չլինի իշխանության։ Բայց եթե այդ ընդդիմադիր պատգամավորները բավական ձայն չեն դրել իշխանություն լինելու, ստանձնել են ընդդիմադիր լինելու մանդատ, այլևս պարտավոր են ընդդիմադիր գործիչի լիազորությունների սահմաններում աշխատել։ Չեն աշխատել, աշխատել են մարդիկ, ինչ պետք է անեն, որ չեն արել։ Դա ասեք, բացի իմպիչմենտը, որ ասում են, մարդիկ դրանից էլ չեն հրաժարվում այս պահին, անգամներ ասեն են, որ այդ օրակարգ կա, բայց նախապայմաններ պետք է լինեն։ Դուք ասեք առանց նախապայմանների գնացեք այսպես ոչխարի նման մի բան արեք, այդ մարդուն ասում են ոչխարներ չեն, որ դրանք այսպես մի բան անենք։ Մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի դիմաց, եթե քայլ ենք անում, պետք է վստահ լինենք, որ այդ քայլը արդյունքի է հասնելու։
Ապա գնացի SSB-ն հայտարարության ժամանակ, գնացի սահմանադրական դատարանը բողոքեցի, հետո մանդատները չվերցնեին։ Ազգային ժողով չէր գումարվի։ Գիտեք, այս այնքան մաշված թեմա է, բայց քանի որ իրենք փորձում են վերադառնալ, իրեն բաներ թարմացնել, ես պարտավոր եմ վերադառնալ։ Քանի որ ազգային ժողովը դեռ չէ ձևավորվել, մանդատները եթե չվերցնեին այսօրվա ընդդիմությունը, այդ մանդատները կհանձնվեր օրենքով հաջորդ ուժերին, որոնք ձայն էին բերել։ Ընդհանրապես շեմ անցնելու կարիք էլ չկա, հիշում եք, չէ՞, պատմություններն ընդհանրապես շեմը չէր անցել, բայց օրենքի ուժով եկավ ազգային ժողով ձևավորվեց։ Քանի որ ընդդիմությունը ընտրություն է եղել, իշխանական թևը արդեն կա, մեծամասնությունը կազմվել է գոյություն ունի, ազգային ժողովը ընդդիմադիր պատգամավորներ կան, օրենքի ուժով հաջորդ ուժերը կանցնեն ազգային ժողովը, որովհետև չեմ սխալվում, Բարգավաճ Հայաստաններ եւ Հանրապետություններ եւ մյուս բանող կուսակցությունները կանցնեին։ Դե հետո ինչ տեղի կունենա, արդեն կարծում եմ ձեզ համար բոլորիդ համար պարզ է, ինչպեսի գտանային ընդդիմություն կձևավորվեր։ Այդտեղ էլ են ժողովուրդյան ձեզի խափում, որ շարունակաբար այսքան քանի 4 տարի խափել են, որ մանդատ չվերցնեին ազգային ժողով չէր ձևավորվի, ազգային ժողով կձևավորվեր, բայց այլ ընդդիմությամբ կձևավորվեր։ Մեկ ազգային ժողովը ընտրությունից հետո արդեն ձևավորված էր։ Իսկ մի շատ այսպես դարակազմիկ սուտ, որ Ղազարյանն հայտարարության ժամանակ 3 ասել է, եւ կասում եմ դրա համար ինքը պիտի պատասխան տա եւ հրապարակավ ներողություն խնդրի, եթե չունի իսկական կապացույցներ։ Ասում եմ մենք ձեր մանդատ չենք տվել ընդդիմադիր պատգամավորներին, որ գնաք ազգային ժողովի բակում իշխանական պատգամավորների հետ սակուրա ծառերի վրա թաշկինակ կապեք։ Էլդար Ղազարյան, որ ընդդիմադիր պատգամավորն է ազգային ժողովի բակում դրա նախորդող օրերի ընթացքում սակուրաների վրա թաշկինակ կապել։ Խնդրում եմ անունը տվեք։ Խնդրում եմ հրապարակավ ասեք, որ ընդդիմադիր պատգամավորն է գնացել իշխանական քտական պատգամավորների հետ սակուրայի վրա թաշկինակ կապել։ Եթե չեք ասել, դուք ստախոսեք։ Դուք ստախոսեք եւ պարզապես սուտ եք տարածում։ Եվ հենց սա ձեր ստերի ամենամեծ եւ բացահայտ օրինակն է։ Եթե ունեք պատգամավորի անուն, ասեք, ես ինքս առաջինը կգնամ այդ պատգամավորից պատասխանատվության կկանչեմ, թե ինչ ես գնացել կանոնել քպական պատգամավորների կողքին թաշկինակ կապել սակուրայի ծառի վրա։ Եթե չունեցաք այդ փաստը ներկայացնելու, դուք ստախոսեք։ Դուք բաները էսօր այդ մտածել բոլորի մասին խոսում շատ ժամանակը գերկարի ժողովրդության, որտեղ մտածենք այսպես միասին քննարկում ունենանք 50 րոպե խոսացնեմ։ Մի կարևոր բանի մասին որ ես գրել եմ դրա մասին խոսել եւ կարծում եմ այսօրվա համար բավարարել, եթե այդ թեմաները եղան լայվերը միշտ կարելի է դրանց մասին խոսել։ Մի բան որ պլանների մասին կարծեմ վերջի օրերին մի քանի անգամ արդեն խոսվեց։ Թե ՏՏ-ի հետ հարցազրույցի ժամանակ լրագրողին ասել թե եկա Ղազարյանին առաջարկեք թող լինի վարչապետ։ Հետո լայվ նյուզի ժամանակ Գարնիկ Իսագոյանը նմանիտ կարտարկեց, դե հետո Ղազարյանին առաջարկեք թողեք լինի վարչապետ։ Չգիտեմ պարոն Ղազարյան ձեզ ինչ խոստում են տվել, բայց խորհուրդ կան այդ խոստումներին չհավատալ, որտեղ նման խոստումները դոգինել էին տվել, այդ մարդը խաբվեց, վերջում տեսակ հիմա որտեղ հայտնվեց։ Անկեղծ ասած չեմ ցանկանում դուք խաբվեք վերջում զգաք խաբված եք եղել այս գործընթացում։ Ձեզ թարաբես ես կարծում եմ դժբախտաբար, որ ձեզ ինչ որ նպատակի համար ծառայեցնում են, մեկը ձեզ վարչապետ չեք դառնալու, չեմ ներկայացնելու որպես տեխնացում, թե ներկայացնելու դեպքում էլ դուք միայն ինչպես են ՄԻՊ-ի դեպքում եղավ ներկայացեցիք ոչ մի արդյունք չտվեց, ներկայացնելու եք վերջում ոչ արդյունք չի տալու, նախ դեռ ռեզումեի մեջ կարող եք գրել մի անգամ վարչապետի տեխնացում եղել, բայց մեկը չի ստացվել։ Իսկ թե ինչու են ձեզ այդպես առաջ մղում, փոչում են ձեր թիկունքում թաքնվելով դա անել, կարծեմ ինձ լսարանի մեջ կարելի է գտնել, որտեղ դուք կարող եք ամեն դեպքում ժամը գնում եթերից եթեր մի քիչ դոգին տեխնոլոգիակելով, մի քիչ Աննա Աբրահամյանին տեխնոլոգիակելով, մի քիչ սրան տեխնոլոգիակելով, այդ ձեր ընդունակությունները որ ունեք, դրանից օգնվելով որ ես անկեղծ ասած գնահատում եմ, կարողանում եք ճիշտ կերպով ռետորիկական ոճը կամ այդպես դերած ամեն տեսախցի առաջ լավ ներկայանալ, կարողանում եք լսարան ապահովել, բայց մի բան թող չշփոթեցնի ձեզ եւ շատերին, որ սա լսարան է։ Լսարանը հենց այնպես կնքան լսարան, որ մարդիկ լսում են հեռուստացույց են դիտում, լսում են մի հատ ֆիլմ են դիտում, լսում են մի հատ կինո են դիտում։ Այդ այդքան է հետաքրքիր իրենց համար։ Այդ մարդկանց համար հետաքրքիր ձեր այդ խոսքն է, խոսում եք, իրենք այսպես սրան եք ասում, նրան եք ասում, այդքան է հետաքրքրում ստեղծում։ Բայց այդ լսարանը, փողոցում պայքարող լսարանը չի ընդհանրապես, որտեղ փողոցում պայքարող լսարանը ընդհանրապես չի ժամ հատկացնի ժաներով նստի YouTube-ների առաջ, Facebook-ի առաջ, լայքեր դնի, մեկ ժամանոց ելույթները լսի։ Այն մարդն որ նստում է մեկ ժամանոց ելույթները լսում, կամ փորձապետ, փորձագետա, վերլուծաբանա, փորձմատեսի ով ինչ ասում, հետո ինչ որ եզրակացություններ անի, կամ էլ
Դապես հենց այդ խանութը ինքը բավարարված։ Նստի այսօր եւ կան դիվանի նստի YouTube-ը կամ բիցիկլետը մտնի այդտեղ, ձեր ացածությունները լսի, տակը մի հատ լայք դրի, դիտում ավելանա, Այդ քանով գիշերը քնի առավոտյան էլ շկամախանա գնա գոտի գիշերը գա էլի ասել դեսը որտե հայցածքը գնեմ լսա։ Այդ մարդը փողոցում բայկարող մարդը չի։ Փողոցում բայկարող մարդը տապես այդ լսարաններում շատ էլ չի տալվում։ Ոչ կան մի խաղ երկու ստեղծում էր կան։ Հետո բայց լսարանը թող շատերին չշփոթեցնի, որ եթե կան մի հատ այդպես հսկայական լսարան, մենք հիմա կոչ անենք, այդ մարդիկ գալու են վաղը լսվելու են ողողելու են Երևանի փողոցները, կոչեն այդ գալ վարչապետ, այսպես վարչապետ, այն բանը որ Նիկոլ Նարետ դուք եք անելու եւ ստացվելու, չի ստացվելու։ Եվ հակառակը մենք բոլորի վնասն է լինելու, այս դեպքում միայն դուք չեք որ դուժելու եք, ոչ ողջ ընդդիմությունը այս գործընթացից դուժելու, որովհետեւ ասել են Նիկոլին գործընթացը սկսել է ամենակարևոր գործընթացը է սկսում արդյունքի չի հասնում հատկապես եթե իրավական գործընթաց է սկսում դա նշանակում է որ Նիկոլը կրկնակի վստահությամբ է օժտվում եւ դա չափազանց վտանգավոր է եւ չպետք է այդ քայլին գնա եւ հիշեք դոգի օրինակը ես այլամ ուզում ձեզ ասել դոգի օրինակը հիշեք Մարդիկ կարծում են, որ 2000 ուսան, մտեք Telegram-յան ալիք, որ 2000 կարծում են դեռ բաժանորդներ ունի միայն Telegram-յան ալիքի վրա, իր լայվերը, որ միանում են միաժամանակ 100,000 հոգի մարդ էին նայում։ Բայց տեսակ, երբ որ մարդը էլ չկար, չէր խոսում, իր այդ կենքանի ձայնը չկար, այդ կատարողական արվեստը չկար YouTube-ի հետևում, երբ քանալ ճակատագիրը մարդկանց համար թերպես կարևոր չի։ Հիմա արդեն շուտ 2 ամիս կլինի Երևան բանտում գտնվում, շուտով 2 ամիսը կլրանա, Միացյալ Նահանգներում լիքը լսարան ուներ, մի 10-20 հատ մարդ են գալիս հավաքվում են, Երևանում լիքը ռեպորտը Հայաստանում լսարան ուներ, մի քանի տարեստներ պարապսարան գալիս են կանգնում են Եղիկան արվում են ձեռքերում, իր հիմնական հովանավորները դա են, սա ուզում եմ անկեղծաբար եղբայրաբար ձեզ ասել, որ այդ լսարանի վրա շատ հույս մի կապեք, նրանք ովքեր հույս են կապում, թող հույս չկապեն, սա լսարան ընդհանրապես YouTube-յան ալիքի, սա փողոցում իշխանապողություն գեներացնող խաղը չի եւ չի կարող լինել եւ դրա վրա հույս կապել անիմաստ է իսկ մի բան որ ասում են դրանք գիտեք հիմա մեկին դասնեն վարչապետ 10 րոպե հետո կարող է հրաժարական տա մեկ շաբաթ հետո հրաժարական կտա փոխ վարչապետներ կշանակի իշխանի հրաժարական կտա այստեղ էլ անկին այն սուտը որ տարածվում է եւ հույսով որ մեր լրագրողները հաջորդ անգամ իրեն հարց կտան մի համանadrությունը ինչ ասում ասում են որ վարչապետ դա եթե impeachment-ը արդյունք հասնի հիմա օրինակ այն դաղազանգաբոդը դառնան վարչապետ դառնում վարչապետ երազողություններով իսկ եթե հրաժարական տան այնպես չի որ փոխ վարչապետը դառնում է վարչապետ ընդհակառակը մեկ շաբաթ անց նշանակվելու ազգային ժողովում նոր վարչապետի ընտրություն բայց impeachment-ի տարբերակով ինչ է տեղի ունենում ազգային ժողովը մնում է կապանցանաշնությունը մնում է նոր լծակները որ Նիկոլի ձեռքում կան մնում են որտեղ դուք այդ մեկ շաբաթվա ժամկետում որ ունեք որից է Բանություն չկա, որ դուք կարողանաք ամբողջ այդ համակարգը, որ Նիկոլը ստեղծել է, քանդեք, ձեր համակարգը ստեղծեք։ Եվ ընդհանրապես խելացի մարդ այդ քայլով չի գնա, որտեղ երկիրը կոլապսի մեջ կգնա կփլուզվի։ Հիշեք, որ մյուս կողմը կանգնած է Ադրբեջանը, ոչ նման առիթի է սպասում։ Որովհետև խելացի մարդ դա չի անի։ Հրաժարականի դեպքում նոր ընտրություն պետք է լինի վարչապետի ազգային ժողովում, առաջին անգամվա համար, եւ ԿՊ-ն ունի տեխնացու առաջադրելու ուրեմն հնարավորություն ինչ երաշխի կա որ ԿՊ-ն էլի մի-որ տեխնացու չի առաջադրի նույն Նիկոլ Փաշինյանին չի առաջադրի չի քվարկի ու ձեր այդ ամբողջ գործընթացը որ ձեռնարկել եք միանգամից որպես կցնցի ու այլ ամեն ինչ վերադառնա այս նույն 0 կետին back to square one ինչ որ ամեկացիկ են ասում ու ամեն ինչ սկզբից պետք է գործընթացը սկսվի Դուք գիտեք, երբ ասում են դուք հերուն չեք տանում, նրանց ձեր ոտքի առաջ եք տեսնում, ժողովրդին կոչը կանում եք ոտքի առաջը տեսնի, ու փոչվեք այն տանեք մխճեք մի հատ գործընթացի մեջ, որ վտանգավոր է, հենց այստեղ եմ ասում, որտեղ դուք չեք հետո մտածում, լավ, ես դարձամ վարչապետ, հետո մի շփոթված րոպե հետո կամ կես ժամ հետո կամ մեկ օր հետո կամ մեկ շաբաթ հրաժարական տվեցի, ինչ կլինի։ Ես ասում եմ ձեզ ինչ կլինի, ազգ համանadrությամբ մի վարչապետի ընտրություն կլինի ազգային ժողովում, եւ ԿՊ-ն իր վարչապետին էլի կընտրի։ Միայն չընտրեց երկրորդ անգամ կլինի, երկրորդ անգամ չընտրեց, արդեն կլինի ընտրությունների մասին անգամներ խոսացել ենք։ Եվ ամեն դեպքում հերոյը չի սարերի հետևում չի։ Ճիշտը բացատրեք։ Իմ ամբողջ խնդրանքը ձեզ այն է, որ ժողովրդի հետ անկեղծ եղեք։ Լրագրողներ ջան, հարգելի լրագրողներ, 168.am, Faith.am, ես ինչ գիտեմ, Live News, մյուսներ որ իրեն եթեր տրամադրում, Media Hub
Եկան գոնես հակառակ միտքեր են լսեք մի անգամ լսեք, այդ հարցերը որ կազմում եք, իրեն այդ մյուս հարցերն էլ տվեք։ Այս կողմից էլ հարց տվեք։ Ինքը նստում եք, պարոն Ղազարյանը նշում է, մի օքով խոսում է, դուք իրեն խոսքերը հաստատող հարցեր եք տալիս։ Բայց ոչ մի անգամ այսպես challenge անող կամ իր միտքը հակասող կամ մերժող տեսակետներ, որոնք փաստիակ տեսակետներ են, ինչու չեք ներկայացնում իրենց եւ չկա այդպիսի տեսակետներ։ Ասեք հիմա ինքը բանալիչի չի գալի եւ հարցնախնդիր չունեմ, բայց այդ տեսակետները ասեք, հարց տվեք իրեն, դուք մտնեք թեմաների մեջ, փորձեք տեսեք արդյոք այդ հերոն էլ իրենք մտածում են, Նիկոլի գործոնը նկատի արել են իմպիչմենտի դեպքում, վարչապետը տրելու հրաժարական դեպի դեպքում մտածել են, որ հետո ինչ կլինի դրանից հետո։ Իսկ ընդհանրապես մեր նման պատերազմական երկրի մեջ գտնվող իշխանության երկրի համար, որի հիմա բխեցված է այս իրավիճակի մեջ, երկրորդ կապիտուլացիայի փաստաթուղթ արդեն պատրաստ է ստորագրման, չգիտեք Նիկոլ ինչպիսի պայմանավորվածություններ ունի, երկու կողմից զորքերը կուտակված են թշնամունը։ Արդյոք նման տարբերակով առաջնորդվելը հիմարություն չի, որտեղ հիմա պետք է ամենը դրենք այդ վերերը ուզում լինի, հետո գնանք հրաժարական կտանք, փոխանցենք, այսպես կանենք, այնպես կանենք։ Մի կարիք ունենք մարդու, որ հետ նստավ այդ աթորի վրա եւ ներկայությունը արդեն իսկ սանձող գործոն լինի Ալիևի համար, հասկանա որ առայժմ 1 տարի, 2 տարի մեկի հետ գործ ունի, որ հնարավորություն չունի այդ մարդու հետ ընդհանրապես բանակցելու կամ հաշվի նստելու, պարտավոր է գոնե միշտ 1-2 տարի սանձեր այսպես ինքնիրավական քաշի եւ դուր նստի եւ այսպես ասած իր ախորժակը սահմանափակի Հայաստանի կապակցությամբ։ Այսպես էլ իշխանության կարիք ունենք, ոչ իշխանություն, որ մեկը դարձնենք վարչապետ, 10 շաբաթ հրաժարական կտա, հիմա փոխ վարչապետներից մեկը կլինի, հետո դե սրան կանենք, սրան, էսան կանենք։ Դիտեք, մի հատ թիվ որ դու կազմում ես, թիվի մեջ հազարատ խնդիր է պատճառում։ Քպան այդ համակարգով որ Նիկոլն է ստեղծել այսօր, վերևից ցած բոլորը վրադասկողություն ունի։ Տեսնում եք չի կարողանում իր թիմի մեջ երբեմն խնդիրներ են ծագում, որ բոլորը քպական են իր նախարարներ։ Հիմա դուք պատկերացնում եք բերեք մի հատ թիմ կազմեք, մի հատ վարչապետ նշանակեք, որ թիմակիցները այն մեկը մի տեղից են եկել, տարբեր մտածողությամբ։ Ու այդ պատկերացմամբ կարող է հիմա այս խնդիրների մեջ մխրճված Հայաստանը կառավարել։ Գիտեք, ես դեսից նայելով չեմ պատկերացնում, որ կարելի է կառավարել։ Ոչի բանը ասեմ եւ ավարտեմ ընտրությունների կապակցությամբ։ Երկու անգամ արդեն ես մի տեղ Ղազարյանն ասում է, 2026 թվականը մեկը գալու է ընտրությունները, պատրաստելու կարիք չկա իր համար։ Ուզենք չուզենք այդ 2026 թվականը գալու է։ Գիտեք այդ արդեն ինչա, որ Նիկոլ Փաշինյանը այդ ամբողջ լծակներով որ ունի, այդ ամբողջ համարձակությամբ որ ունի օրենքների խախտելու, սահմանադրության խախտելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրեն իրավապահ մարմիններ իրեն են, այդ բոլոր լծակներն ունի եւ պատրաստ է օրենքներ խախտելու, այսպես ասած պետական ռեսուրսներն օգտագործելու, բայց այդ ամենով հանդերձ այսօրվանից արդեն պատրաստվում է այդ ընտրությունների համար։ Իսկ դուք ժողովրդին ասում եք, մի պատրաստեք, մեկը 2026 թվականին գալու է ամեն դեպքում լինելու է։ Ես այդ ձևաչափով մտածում եմ, դուք ավելի շատ եք Նիկոլին ջրաղացին ջուրը լցնում, օգնում Նիկոլին, որտեղ այդ ձևաչափով եթե առաջնորդվի 2026 թվականին հաստատ Նիկոլը կհաղթի, որտեղ դուք այսօրվանից չսկսեք պատրաստվել այդ օրվա համար։ Որտեղ Նիկոլը տեսնում եք ինչպես է պատրաստվում, նույն գլուխը կախակցել իր բոլոր լծակներից օգտվելով 2026 թվականի համար պատրաստվում եւ կռիվ տալի։ Կռիվ տալի այսօր իշխանությունը պահի, կռիվ տալի այսօր աթորը պահի, բայց նաեւ մտածում եմ 2026 թվականը լիարու չի, բայց գուցե նաեւ արտախորհրդ խորհրդանական ընտրությունները հեռու չլինեն։ Օրինակ ինչ գիտեք, ամռան ընթացքում աշնան արտահայտ խորհրդանական ընտրությունների գնա։ Ու դուք հիմա այս ժողովից մի պատրաստում եք այդ գործընթացի համար։ Իսկ ժողովրդին բոլորին զբաղեցնել մի անիմաստ բանը, որ impeachment-ն է, դե impeachment անենք, դե հիմա գնանք մենք այդ գործընթացի հետ որ արդյունք չենք տալի։ Ժողովրդին հիասթափեցնել ընտրությունների կապակցությամբ դա լինելու է հենց այն, ինչ որ 2021 թվականին տեղի ունեցավ։ Ես ասեմ 2021 թվականի ընտրություններին Դովետ Քոշարյանի եւ ընդհանրապես ընդդիմության կրած պարտության եւ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի պատճառն է, այո, պետական ռեսուրսներն են, շատ բաներ են, որոնք կային, բոլորս էլ գիտենք։ Բայց այդտեղ իր արժույթի բաժին ունեին նաեւ ունեն եւ ունեցել եք նաեւ ձեր շրջանակների տարած քարոզությունը ընտրությունների դեմ, որտեղ շարունակաբար ժողովրդին հիասթափեցրեցիք ընտրությունների գործընթացի մասին։ Շատ ուշ պատրաստվեցիք ընտրությունների համար 2021 թվականին։ Դուք շարունակաբար ժողովրդին քարոզում եք, որ ժողովրդական ընտրություններով Նիկոլին չի կարելի հեռացնել, Նիկոլն ընտրություն կկեղծի բան կանի, բայց վաղ եթե կանգնեցիք ընտրությունների գործընթացի դիմաց, մենք ժողովրդին ասել ենք հիմա եք ինձ քվետուր։
Ժողովուրդը տրամադրեն ասելու, բայց դու երեք չէի, որ ինձ ասում էր ընտրությունով Նիկոլին չի կարելի առանցնել, բայց ինչու ես ասում եկեք ջանտու։ Չի մասնակցի ընտրություններին։ Ժողովուրդը ոչ մասնակցեց ընտրություններին, Նիկոլը կընտրվի, ինչպես որ եղավ 2021 թվականին։ Եվ արածը նիկոլականություն է հիմա։ Ես ինչ եմ ասում, կրկին շեշտեմ, ես ասում եմ, բոլոր տարբերակները պետք է հավասարապես որակարգում ունենալ։ Որպես 5-րդ օրի տարբերակ, սամից հետո երբ հիշում եք Նիկոլին հեռացնելու տարբերակը, անպայմանորեն հիշեք ընտրությունների տարբերակը, սահմանադրությամբ այդ օրենքն հիշեք որպես ընդդիմության իրավունքներից մեկը, որ ունի ընտրությունների մասնակցել, եւ դրեք հավասարապես չափեք, որը ավելի շատ հնարավորություն ունի այս պահին ընտրություններով Նիկոլին հաղթելը, թե իմպիչմենտով Նիկոլին հաղթելը, եւ որը ինչ կտա մեզի այս պահին։ Ես չեմ ասում, երկուսն էլ վտանգավոր են, երկուսի դեպքում էլ Նիկոլի գործումը ամեն դեպքում գոյություն ունի, բայց մեկի դեպքում միջազգային դիտորդական խնդիրներ կան, ճնշող լծակներ կան, սահմանափակող, բայց իմպիչմենտի դեպքում Նիկոլի սահմանափակող ոչ մի լծակ դժբախտաբար գոյություն չունի։ Ոչ շնորհակալ եմ, որ ինձ միացաք, լսեցիք ինձ, խոսացել եք կաշտին, բայց էլ մեկ ժամ շատ ներողություն եմ խնդրում, եթե ձեր ժամը զբաղեցի, Երևանում արդեն գիշեր ժամը 12-ն է, ձեզ բարի գիշեր, հուսով եմ լավ լինեք։ Ես այո շարունակելու եմ, ասել եմ միջև ժամանակ երպես մարդիկ շարունակեն խոսել իմպիչմենտի մասին, շարունակեն ժողովրդին ապակողնորոշել, ես էլ այս թեմայով շարունակել եմ խոսել եմ չեմ այնքան ժամանակ, վերջնաշվով հուսով եմ, որ մյուս այդ լսարանները, շեշտում եմ անունները, TED-KTN, i68.KTN, Live News, Media Hub, մյուս այդպես բանումունի պոդքասթեր, որոնք կան եւ եթերներ են տրամադրում, նաեւ ընդդիմադիր ձայներին հավասարապես եթեր կտրամադրեն, ովքեր ունեն տրամաբանական պատճառներով իմպիչմենտի գործընթացը հարցական տանելու շատ հիմնավոր պատճառներ, բայց եւ հնարավորություն չկա այդպես լայն շրջանակի միջոցով դա ներկայացնելու։ Լավ մնացեք, հուսով եմ, որ կրկին կհանդիպենք ավելի լավ պայմաններով։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ։